Ուղիղ եթերում ենք, կասեք այսօր ինչ ակնկալիքով եք եկել դատարան, փաստացի 1 տարի է, ինչ կալանավորված է ձեր հոտի առաջնորդը Միքայել Սրբազանը։ Դե ինչ ակնկալիքովներ պետք է կանք ուղիղ մի տարի մենք բոլոր թադերին մասնակցել ենք, անխտիր անպայման ներկա ենք եղել, հույս ունենք, որ վերջապես արտահայտությունը կհաղթի։ Այդ է։ Եթե դատարանը անփոփոխ թողի Սրբազանի խափանման միջոցը, ինչպիսի տրամադրվածություն կա Գյումրիում որպես հոգևոր առաջնորդի նկատմամբ, այսինքն հավատացյալները ինչ են կարծում։ Դե Աստված ոչ արած անփոփոխ թողնելը, դե ինչ պիտի տխրություն միայն, թախից տխրություն, այդ է ուրիշ ոչ մի բան։ Ոնց կարող ենք ուրախ։ Ինչպիսի տրամադրություն է Գյումրիում, ասում են նոր ընտրություններ պետք է լինեն, ընդհանրապես որպես շիրակում ապրող մարդ Գյումրիում։ Ես շատ մեծ ուրախությամբ նոր ընտրություններ ենք սպասեմ, որովհետև այս ընտրությունները ահա որ խայդարակ ընտրություններ են, երբևէ այս նման ընտրություններ չի եղել։ Ես ինքս մասնակցել եմ հանձնաժողովի վստահված անձ եմ եղել, ես տեսել եմ թե ինչ է կատարվում։ Գյումրու քաղաքապետի ընտրության մասին է խոսքը, նոր քաղաքապետ է ուզում Գյումրին։ Չէ, մենք քաղաքապետ ունենք, մենք նոր քաղաքապետ չենք ուզում։ Քաղաքապետի մասին է։ Հա, քաղաքապետի։ Պետք է քաղաքապետի։ Մենք քաղաքապետ ունենք։ Մենք ենք կդրել մեր քաղաքապետին, մենք անհամբեր սպասում ենք, որ մեր քաղաքապետը նույնպես ազատություն կստանա ու կգա նորից իր պաշտոնին։ Մենք քաղաքապետ ունենք, ուրիշի չենք սպասում։ Միքայել Սրբազանին մեղադրում են իշխանությունը բռնի տապալելու կոչ անելու համար։ Նման կոչեր լսել եք Սրբազանից։ Ոչ, երբեք։ Բռնի տապալումը հիմնվա իշխանությունն է կատարում։ Հայաստանը վերացնում է, ինչ խոսք։ Որ գալիս եք այստեղ ինչ ասացին ձեր մտերիմները։ Հաջողություն մաղթեցին, Աստված մեր Սրբազանին ազատություն տա, ինչ պետք է ասեն։ Շնորհակալ եմ։